Երբ ձեր սխալը որակում եք որպես վրիպում կամ թերացում, հաշվի առեք, թեև բառարաններում վրիպում բառը կարող է մեկնաբանվել ինչպես բաց թողում, նաև որպես սխալ արար, սակայն գործնականում վրիպումը սխալի հոմանիշ չէ։ Վրիպումը կամ թերացում բառերը խոսքի մեջ ի հայտ են գալիս որպես սխալ արդյունքին հասնելու ճանապարհ, այսինքն վրիպումը նախքան սխալը հասնելու երևույթն է։ Օրինակ, ես կոտրել եմ բաժակը։ Ինչու՞։ Կոտրել եմ միտումնավոր, հաշվարկված կամ պլանավորված, թե կոտրել եմ պատահաբար, անզգուշորեն վրիպելու արդյունքում։ Այն, որ բաժակը կոտրել եմ, դա կատարված փաստ է, եւ սա արդեն տեղի ունեցած սխալն է, բայց այն, որ վրիպել եմ, սա ընդամենը պատճառն է, որի արդյունքում կատարել եմ սխալը։ Դի այսուհետ, երբ կարիք կա ընդունելու ձեր գործած սխալը, մի փորձեք շրջանցել, ներկայացնելով այն որպես թեթև վրիպում կամ, ինչպես ասում են, սխալ չէր, փոքր թերություն էր։ Իսկ ո՞րն է տարբերությունը սխալ երևույթն ընդունել որպես սխալ եւ սխալ երևույթն ընդունել մեղմացված վրիպում, թերություն, պատահականություն։ Տարբերությունն այն է, որ վրիպումներ, թերություններ, պատահականություններ միշտ էլ թույլատրելի են եւ ներելի։ Երևույթն այդ կերպ ընդունելով ոչ միայն չենք շտկի ապագայում, այլ հանգիստ կերպով աչք կփակենք նաեւ արդեն կատարվածի վրա ու կանցնենք առաջ։ Թերություն է բոլորիս հետ էլ կարող է պատահել։ Իսկ երբ մեր գործած սխալն ընդունում ենք որպես սխալ, փորձում ենք չկրկնել ապագայում, վերանայել նաև արդեն գործած սխալը։